Ողջույն, գործարարալիքի եթերում Mix Marketing-ն է, ես Գայանե Դաջունցն եմ, այսօր տաղավարում հյուրընկալել եմ շատ հարազատ հյուր, Լիլիթ Գևորգյան, Grant Thornton Հայաստանի մարդկային ռեսուրսների խորհրդատվական ծառայության ղեկավարը, ով արդեն ոչ մեկ անգամ է մեզ մոտ հյուր, եւ մենք սիրով կքննարկենք մի շատ կարևոր թեմա, ողջույն Լիլիթ։ Ողջույն Գայանե, շնորհակալ եմ եւս մեկ անգամ հրավիրելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մենք քննարկելու ենք, թե ինչպես կարող է մարդկային կապիտալը դառնալ կազմակերպության իրական մրցակցային առավելությունը, ինչպես ձևավորել ուժեղ թիմեր, ինչպես արձագանքել աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին եւ ինչպիսին պետք է լինի ժամանակակից առաջնորդի ձեռը։ Եվ սկսենք։ Լիլիթ, ինչ է նշանակում մարդկային կապիտալ բիզնեսի համատեքստում։ Մարդկային կապիտալ։ Մի փոքր պատմական անդրադարձով սկսեմ, լավագույն պատասխանը կլինի դրան երևի։ Ի սկզբանե մարդկային ռեսուրսներ տերմինը 19-րդ դարի վերջ 20-րդ դարում առաջին անգամ սկսեց կիրառվել մենեջմենթում, կառավարման մեջ, որտեղ հենց նկատի ունեին մարդը որպես ռեսուրս։ Եվ զարգացման ընթացքում մինչև 20-րդ դարի 1950-60-70-ականներ այդ տերմինը գերիշխում էր։ Մինչդեռ հետո որոշակի փոփոխություններ, զարգացումներ տեղի ունենալուց հետո, մոտիվացիոն, հոգեբանական տարբեր տեսությունների զարգացմանը զուգընթաց, ընկերությունները հասկացան, որ իրանք մի հատ իրավիճակի հետ են բախվել, որ մարդկային ռեսուրսը տարբերվում է այլ տեսակի ռեսուրսներից։ Եվ սկսեցին հասկանալ, որ դա լավագույն շարժիչ ուժն է ընկերության։ Եվ դա հիմք հանդիսացավ նաև տերմինների տեսանկյունից փոփոխություններին, որոնք ոչ միայն ուղղակի ձևի տեսանկյունից փոխվեցին, այլ նաև բովանդակության։ Հիմա human resources, մարդկային ռեսուրսներ տերմինը շատ իմաստներով, շատ տեղերում, առավելապես իհարկե արևմտյան երկրներում արդեն փոխարինվել է human capital տերմինով։ Նույն իմաստիկը անգլերենով կոչվում է human capital advisory director, այսինքն դա ամբողջությամբ հենց ցույց է տալիս այդ ընկալման փոփոխությունը, որ մարդը որպես կապիտալ կարող է ընկերության համար լինել ամենամեծ շարժիչ ուժը եւ նպաստել բիզնեսի հաջողությանը։ Իսկ որքանով է այն առավելություն հենց մրցակցային շուկայում։ Առավելություն է այն տեսանկյունից, որ երբ որ ինչ-որ բանին վերաբերում ենք ուղղակի որպես ռեսուրս, ակցենտը այն սպառելու վրա է։ Իսկ երբ որ կապիտալ, ապա ակցենտը այն պահպանելու, զարգացնելու, շատացնելու վրա է։ Այս տեսանկյունից հնարավոր բոլոր վերջին հետազոտությունները ընկերությունների արդյունավետության զարգացման տեսանկյունից ցույց են տալիս, որ անգամ եթե ֆինանսական մեծ ներդրումներ կան, մեկ ընկերության հաջողությունը կախված է մարդկանց ճիշտ գործողություններից, ճիշտ մոտիվացիայից եւ նվիրված հավատարիմ աշխատանքից։ Ճիշտ մարդը ճիշտ տեղում, իր հմտություններով, ճիշտ մոտիվացիայով, իր ներուժի առավելագույնի չափով այդ ընկերության նպատակների իրականացմանը ուղղված աշխատանքներ իրականացնելու ամբողջ գաղտնիքը այդտեղ է։ Եվ այդ տեսանկյունից նույն հենց HR բաժինների ամբողջ նպատակն է դրանում, եւ իրականում այդ մարդկային կապիտալ տերմինի փոփոխություն է բերել այլ բոլոր տերմիններում։ Օրինակ, նախկինում ասում էինք ուղղակի recruitment, աշխատակիցների հավաքագրում, շատ չոր տերմին է։ Հիմա կոչվում է talent acquisition, տաղանդների ներգրավում, քանի որ աշխատակիցը սկսել է դիտարկվել որպես տաղանդ, իր ներուժի եւ հմտությունների տեսանկյունից։ Այսինքն կարող ենք նշել, որ մարդիկ դարձել են կազմակերպությունների ամենամեծ ներդրումը։ Ինչ որ տեսանկյունից այո, քանի որ դա ընկերության համար ամենամեծ ծախսն է նաև ֆինանսա-բյուջետային տեսանկյունից եւ ինչպես արդեն նշեցի, ցանկացած պարագայմինչ ներդրումներ էլ արվեն ֆինանսական ինֆրաստրուկտուրային, եթե չլինի մարդը այդ ամենի հետևում եւ արժեվում կանգնած աշխատացնի, ցանկացած բիզնես կառույց դատապարտված է տապալման։ Այո, իսկ ինչ դեր ունի HR ռազմավարությունը կազմակերպության ընդհանուր աճի եւ բիզնեսի մոդելի մեջ։ Այստեղ էլ հիմա կասեք էլի պատմասեր մարդ եմ, բայց էլի մի թեթև որ պատմությանը անդրադառնանք, նույն HR-ը որպես դիսցիպլին, որպես բաժնի գործառույթ, ընկերության գործառույթ, իր զարգացման ընթացքում սկզբից ավելի ուղղված է եղել ավելի վարչարական, ադմինիստրատիվ, փաստաթղթային ինչ-որ գործառույթների իրականացման, իսկ զարգացման արդեն արդի ժամանակակից փուլում ավելի շատ կիրառվում է HR as a strategic or HR as a business partner,
տերմինը, ինչը ցույց է տալիս, որ ՄՌԿ բաժինը որպես այդպիսին ընկերության համար ռազմավարական նշանակություն ունեցող բաժին է եւ գործընկեր։ Ինչ է դա նշանակում։ Ցանկացած ընկերությունը, որ ունի աճի ռազմավարություն կամ ինչ-որ զարգացման ռազմավարական նպատակներ, դա անելու համար իրան պետք են մարդիկ։ Մարդիկ ունենալու համար պետք է լինի առաջին հերթին տաղանդների ճիշտ պահի ներգրավում, պետք է լինի ճիշտ մարդկանց ներգրավում, այսինքն այն հմտություններով եւ գիտելիքներով, որ պետք է։ Երկրորդը կարևոր է ճիշտ աշխատանքային պայմաններ ապահովել, որ աշխատակիցները իսկապես ուզենան այդտեղ աշխատել։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ 10-15 տարվա ընթացքում վերջին աշխատակիցները գնալով ել ավելի են կարևորում աշխատանքային պայմանները։ Այսինքն թե ինչ աթոռ է, ինչ լուսավորություն է, ինչ մթնոլորտ է, դրա համար հիմա նույն HR բաժինները անգամ այդ ուղղության վրա են ուշադրություն դարձնում։ Հետ-կովիդյան ժամանակները եւս մեկ ուրիշ կարևոր պահանջ առաջ բերեցին, դա հոգեկան առողջության mental well-being, հոգեկան առողջության եւ բարեկեցության հարցը, եւ դա եւս այդ հոգեկան անվտանգության կոմպոնենտը եւս դարավ HR բաժնի պատասխանատվություններից մեկը։ Մի շատ կարևոր եւ արդի թեմայի շուրջ եմ ցանկանում խոսենք՝ մարդկային կապիտալ, արհեստական բանականություն։ Ինչպես են այս երկու հասկացությունները իրար հետ ընթանում զուգահեռ, թե խաչվում են, թե կան վախեր, ինչպես է ընթանում այս ոլորտը։ Եվ ընթանում են, եւ խաչվում են, եւ կան վախեր։ Ամեն ինչ, չէ։ Այո, շատ տարբեր այս պահի դրությամբ ամենամեծ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններից է եւ շատ տարբեր հետազոտություններ եւ վերլուծություններ են փորձում եւ կանխատեսումներ են փորձում արվել այդ ուղղությամբ։ Թերևս այսպես ասեմ, կան հոդվածներ 2 տարի առաջ հոդվածներից մեկը կարծեմ World Economic Forum-ի հաշվետվության մեջ էր նշված, որ մարդկանց ոչ թե կփոխարինի արհեստական ինտելեկտը, այլ մարդիկ կփոխարինվեն այն մարդկանցով, ովքեր գիտեն ինչպես աշխատացնել եւ աշխատել արհեստական ինտելեկտի հետ։ Շատ հետաքրքիր դիտարկում էր այն տեսանկյունից, որ իհարկե մենք չգիտենք ինչ կլինի այս զարգացումը իր տեմպով, բայց մեկը դեռևս համարվում է, որ արհեստական ինտելեկտը մեզ համար գործիքակազմ է։ Այսինքն մենք պիտի կարողանանք հասկանալ ինչպես այն օգտագործել անվտանգ, էթիկապես ճիշտ, ոչ մեզ վնասենք, ոչ ուրիշներին, այն տվյալները, որ տրամադրում ենք, առնվազն այդ տեսանկյունից, եւ կարողանանք ճիշտ ձևով շփվել եւ օգտագործել այդ գործիքը։ Քանի որ դասական իմաստով նույն օրինակ իմ գործընկերներից մեկը, երբ որ դեռ 2-3 տարի առաջ ChatGPT-ին տենց նման արդեն արհեստական ինտելեկտ գործիքները, այո, որ սկսեցին շատ կիրառվել, ինք մարքեթինգային ընկերություններ իրակ ոնց որ ասում են content writer, այսինքն տեքստային հաղորդակցության մասնագետներից երկուսին աշխատանքից հանեց։ Ասեց դե այս մյուս գործիքը կգրի այդ տեքստերը, ավելի գրագետ, քան դա անում է մարդը։ Գուցե այսպիսի պարզունակ մակարդակում մենք կարող ենք առնչվել որոշ գործառույթների չափից շատ ավտոմատացմանը, արհեստական բանականացմանը, թվայնացման այդ բոլոր տերմինները իհարկե տարբեր բաներ են նշանակում, բայց իրար հետ, այո, որոշ գործառույթներ կարող են փոխարինվել որոշակի տեսակի մեքենաներով եւ ռոբոտներով, բայց պետք է լինի մարդ, որ դա աշխատացնի եւ մարդկանց համար շատ ուրիշ տեսակի մասնագիտություններ են ձևավորվում, որոնք որ նախկինում չկային։ Եվ ի վերջո ֆիլտրի, այսինքն մի բան է, երբ արհեստական բանականությունը գեներացնում է, հա, ինչ որ մի միտք, մի բան է, երբ մարդը արդեն այլ աչքով, նորարարությամբ, քննադատական մտածողությամբ դա սկսում է արդեն սպառել։ Ես կարծում եմ համամիտ եմ, որ ամեն դեպքում արհեստական բանականությունը գործիքակազմ է եւ չի փոխարինում մարդուն։ Համենայն դեպս հիմա։ Ու ես կարծում եմ, որ պետք չի վախենալ, քանի որ մենք ոչինչ չենք կարող անել այդ մեծ զարգացումների դեմ, անգամ կային խոսակցություններ, որ այդ գիգանտները մի պահ որոշում կայացնեն եւ պայմանական 1 տարի դադարեն research-ները, հետազոտությունները եւ զարգացումը հենց արհեստական ինտելեկտի ուղղությամբ, որպեսզի աշխարհը, մարդիկ ու ինֆրաստրուկտուրաները հասցնեն զարգանալ, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այդպիսի դադար հաստատ չի լինի եւ հակառակը շատ ավելի մեծ արագությամբ է գնում, բայց եթե մենք այդ ամեն ինչի գրագետ կիրառության կանոններին տիրապետենք, յուրացնենք, սահմանենք, այդ պարագայում HR բաժնի դերը այս կոնտեքստում կարող է լինել մարդկանց
զարգացնել այս գիտելիքների ուղղությամբ, փորձել հոգեբանական գուցե աջակցություն տրամադրել եւ տրամադրել իրենց, որպեսզի իրանք կամովին ձևով վերապրոֆիլավորվեն գուցե այլ հաստիկներ կամ մասնագիտացումներ։ Նշեցիք post-COVID-յան, որոշակի փոփոխությունների մասին, իսկ կա որոշակի փոփոխություններ պայմանավորված արհեստական բանականության այս փոփոխություններով, նորամուծություններով։ Հետաքրքիր բան ասեմ, իհարկե ավելի դա ամերիկյան հասարակություններին է բնորոշ, բայց ուսումնասիրել էի, որ այնտեղ HR-ի զարգացումներն անգամ գնում են այն ուղղությամբ, որ մշակվում են օրինակ աշխատակցի ձեռնարկներ կամ տարբեր կանոններ, թե ինչպես մարդը պետք է աշխատի ռոբոտի հետ, որտեղ են սահմանները, ով ինչ իրավունքներ եւ պարտականություններ ունի, այսինքն որոշակի հետաքրքիր զարգացումներ եւ ընդ որում Չինաստանում եւս բնականաբար եւ մի քանի ավելի զարգացած եւ մեծ երկրներում այնտեղ իսկապես կան աշխատող ռոբոտներ տարբեր գործունեությամբ աշխատավայրերում իհարկե, բայց շատ տեղեր այդ ֆիզիկական աշխատանքը ինչ որ հարցերում եւս արդեն իսկ փոխարեն մարդկա տանը ռոբոտ ունի, որպես սպասավոր չասեմ, բայց որպես մեկ տնային աշխատանքներ իրականացնող, այո։ Միգուցե լվացքի մեքենաները եւ սպասք լվացող մեքենաները արդեն փոխարինվեն ռոբոտներով կամ նմանատիպ, վերցնենք իրանք դառնան ռոբոտ, կարողանան գույները տարանջատել, այո, եւ իրանք լվանան։ Կարիք չլինի, այդ գործողությունը մինչեւ լվանալու իրականացնել։ Ամեն դեպքում շատ հետաքրքիր ժամանակաշրջանում ենք մենք ապրում եւ տեսնում այդ ամեն ինչը, զարգացումները, կազմում ենք այդ մասնիկը։ Իսկ եթե խոսենք թիմերից, որոնք են այն հիմնական հատկանիշները, որոնք դուք կամ հենց մարդկային ռեսուրսների մասնագետները փնտրում են բարձր կատարողական թիմերում։ Դա վերջին ժամանակների ամենատարածված տերմիններից է, high performer teams կամ high performing teams։ Մարդկային կապիտալի նման մի հետաքրքիր փոփոխություն է տեղի ունեցել կառավարման դիսցիպլինում։ Դա այն է, որ մենք կարող ենք թիմում ունենալ օրինակ 5 շատ տաղանդաշատ, շատ հմուտ աշխատակիցներ։ Եվ այդպես էլ կա։ Որոշ ընկերություններում։ Եվ ինչ է ստացվում, երբեմն մենք դժվարանում ենք այդ 5 աշխատակիցներին որպես թիմ համադրել եւ ճիշտ սիներգիայով, բարձր կատարողականով իրենց աշխատացնել։ Այստեղ շատ լուրջ տաղանդ է պետք եւ թիմի ղեկավարի տեսանկյունից եւ HR մասնագետի տեսանկյունից, որ ընտրվեն իրար համապատասխան թիմակիցներ եւ հնարավոր լինի իրանց իրար հետ այնպես անել, որ աշխատեն։ Իմ պրակտիկայում օրինակ եղել է դեպք, որ երկու շատ ուժեղ թիմակիցներ էին, բայց բնավորություններով իրանք անընդհատ կոնֆլիկտի մեջ էին։ Մի թիմում էին եւ մոտավորապես անհնար էր իրանց իրար հետ աշխատելը, Այսինքն ինչ որ մի գործողություններ պետք էր անել այդ ուղղությամբ։ Վերադառնալով ձեր նախնական հարցին, այստեղ այդ բանալին, այդ հմտությունների եւ բնավորությունների եւ մոտիվների ճիշտ ուղղորդված համադրումն է այդ սիներգիան ստանալու համար։ Եվ ժամանակակից ղեկավարները պիտի հաշվի առնեն հենց թիմը որպես առանձին միավոր եւ թե ոնց է իր դինամիկան զարգանում։ Եվ կան շատ հետաքրքիր հենց հետազոտություններ, որոնք օգնում են ղեկավարներին հասկանալ, թե ինչի վրա կարող են ազդել եւ աշխատել։ Նույն օրինակ այդ team building տերմինը իրականում մենք մտածում ենք, որ դա գնալ, չգիտեմ, աղվերան կամ բնության գիրք ինչ-որ խաղալ եւ մրցելն է, բայց իրական դա այդ չի։ Team building-ը առաջին հերթին նշանակում է այդ մարդկանց համախմբությունը դարձնել թիմային միավոր, որ բարձր արտադրողականությամբ կաշխատի։ Եվ թիմի ներսում ստեղծել ռիտուալներ, թիմի ներսում ստեղծել ինչ-որ հումորներ, այնպես անել, որ մարդիկ իրար աջակցեն, ստեղծել տենց հարթակներ, այո, իրար հետ ճանաչեն եւ ինչ-որ որոշակի մտերմություն, նմանություններ, հոբիների քննարկում, դա շատ մշտական աշխատանք է, որը կարող է անել անմիջական ղեկավարը։ Սա անմիջական առաջնորդի առաջնային պարտականություններից է։ Իսկ այլ ինչ գործիքներ կամ մեթոդաբանություններ եք առաջարկում թիմային ներգրավվածության բարձրացման համար։
բացի team building-ից օրինակ։ Այստեղ կարող է լինել նախ ղեկավարը պիտի ճանաչի իր թիմակիցներին շատ լավ։ Ճանաչել խոսքը չի գնում միայն նրա մասին, թե որ, չգիտեմ, բաժինը կամ ֆակուլտետն ավարտե կամ ինչ մասնագիտություն։ Ինչա տիրապետում, հա։ Այո, ճանաչել որպես մարդ, ճանաչել իր մոտիվները, ցանկությունները, գուցե որոշ բնավորության տիպ, հետաքրքիր բան ասեմ եւս, HR-ում անգամ կա ժամանակակից ուղղություն, որը ֆիքսվում է մարդկանց այդ, ինչպես ասում են, թվայնագիտություն, գուցե նումերալոգիայի եւ աստրոլոգիայի տեսանկյունից մարդկանց վերլուծության վրա, այո, ռեալ ուղղություններ կան այդ ուղղությամբ, բայց դա մի պահ տնենք մի կողմ, գոյություն ունեն մի շարք նաեւ այլ profiling գործիքներ, այսինքն որոնք մարդու աշխատանքային վարքագիծը տիպականացնող մոդելներ են եւ կան արդյունավետ թիմերի տարբեր կազմվածքի խորհուրդներ, որ եթե օրինակ ուզում եք վաճառքի լավ թիմ ձևավորել, պետք է ունենա 2 հոգի այս տեսակից, 3 հոգի այս տեսակից, պարզ է շատ թվայնացնել իմաստ չունի այդ ամենը, բայց այն որ առաջին հերթին թիմի առաջնորդը պիտի շատ լավ ճանաչի իր աշխատակիցներին մասնագիտական ոչ մասնագիտական տեսանկյունից, դա շատ կարևոր է։ Երկրորդը ես կարծում եմ, որ թիմի ներսում պետք է ձևավորել տարբեր թիմային ինչ-որ ռիտուալներ եւ սովորույթներ։ Օրինակ ամիսը 1 բոլորս գնում ենք իրար հետ լանչ ենք անում, հա, ընդմիջման, կամ ամիսը 1 ինչ որ մեկը մի նոր հետաքրքիր մասնագիտական բան է, մեկը մյուսի հետ կիսում, կամ կարող են դրանք լինել ինչ որ լոկալ հումորներ, պատմություններ, որոնք որ հենց թիմին են բնորոշ։ Այսինքն, որպեսզի մենք այդ թիմայնության մթնոլորտը ունենանք, առաջին հերթին այդ ոչ ֆորմալ ասպեկտով կարող ենք փորձել դա կառուցել։ Երկրորդ կարևոր բանը, որում նաև իհարկե HR-ը կարող է դեր ունենալ, դա թիմի ներսում ամբիցիաների, ցանկությունների եւ կարիերայի զարգացման ճիշտ բալանսավորելն է։ Մենք կարող ենք ունենալ թիմում ենթադրենք 5 հոգի, 5-ն էլ ուզենան բարձրացում, մենք հասկանանք որպես ղեկավար ոնց պետք է դա բալանսավորենք։ Հասկանանք հնարավորությունները, հասկանանք կարիերայի զարգացման թափանցիկ մեխանիզմները, քննարկենք ՄՌԿ մասնագետի հետ, խոսենք մեր թիմակիցների հետ, փորձենք թիմի ներսում կամ կառույցի ընդհանրապես կազմակերպության ներսում տեսնենք իր համար ինչ հնարավորություններ կա, այսինքն երևի երկրորդ կարևոր մասը հենց դա է, որ բացեիբաց խոսել կարիերայի ու ցանկությունների մասին, մաքսիմալ թափանցիկություն ապահովելով, եթե կա մրցակցություն, ապա դա պետք է լինի շատ թափանցիկ եւ ակնհայտ, որ չստացվի, որ ես ուղղակի իմ թիմակիցներից մեկին սիրում եմ, մեկ էլ բոլորից թաքուն ձևով վաղը ինքը դառնում է ավագ կամ գլխավոր մասնագետ, իսկ մյուսները ոչ, հա։ Այսինքն բալանսավորել կարիերայի մասնագիտական զարգացման եւ ամբիցիաների հատվածը, դա էլ մի ուրիշ կարևոր ուղղություն է, որը հաճախ խոչընդոտում է արդյունավետ աշխատանքին։ Կցանկանայի ավելի շատ խոսենք այդ մենթալ առողջության, ընդհանրապես էմոցիոնալ ինտելեկտի մասին եւ որքանով են էմոցիոնալ ինտելեկտը, ինքնաճանաչումը, հոգեկան առողջությունը այսօր կարևոր է HR օրակարգում։ Շատ կարևոր հարց է եւ այն գնալով ավելի կարևոր է դառնում։ Ասեմ ձեզ նաև ինչու։ Վերջին տարիներին տարբեր հետազոտություններ եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, որոնք ուղղված են մոտիվացիայի բացահայտմանը, մենք տեսնում ենք, որ մոտիվացիայի մակարդակը շատ ցածր է։ Աշխատակիցների մոտիվացվածության, եթե միջնացված պատկեր ենք նայում։ Եվ մասնագետները սկսեցին փնտրել պատճառներ, թե ինչու է այդպես։ Օրինակ նույն 2 տարի առաջվա տվյալներ եմ ասում, այդ էմոցիոնալ այրման գաղափարը որ կար, ինչքան հաստիքը բարձր եւ աշխատավարձը բարձր, այնքան այրման տոկոսը բարձր։ Ստացվում է մի բան, ինչի հետևից մենք վազում ենք պայմանական ասած, այն ինչ որ մեզ միշտ սովորացրել են, որ մենք պետք է վազենք հաջողություն, բարձր աշխատավարձ, մանկուց հաջողությունը, երջանկությունը դա է։ Մենք հասնում ենք ինչ որ մի տարիքի, ինչ որ կետի, ինչ որ մի հաստիկի, երբ որ մենք ունենք չգիտեմ, $100,000 եւ պաշտոն եւ գումար եւ չունենք էներգիա, չունենք տրամադրություն, չունենք ժամանակ այդ գումարը վայելելու, ծախսելու, ինչ որ մի բան մեջ ներդրելու, խոսքը չի գնում ֆինանսական ներդրումների մասին, ու մենք արդյունքում նաեւ այդ էմոցիոնալ այրման մեջ ենք։ Եվ այստեղ մասնագետները եկան մի քանի կարևոր եզրակացությունների, առաջինը սկսեցին արդեն մեծ ուշադրություն դարձնել ինքնաճանաչողությանը։ Մասնավորապես մարդ ինքը գիտակցի, թե ինքը ինչով է ուզում զբաղվի։ Դա առաջին կարևոր հարցերից է մարդկանց մոտ դժգոհության, ասենց ասեմ, հա, բարձր մակարդակը կամ մոտիվացիայի ցածր մակարդակը հաճախ նշան է նրա, որ նրանք չեն զբաղվում իրենց կողմից շատ սիրված աշխատանքով։ Իրան գնացել են այդտեղ կամ գտնվում են այդտեղ, որովհետև դե բոլորը ուզում են լինեն ղեկավար, դա լավ բան է։
Կամ շատ լավ բան է լինել ծրագրավորող կամ HR մասնագետ, դա պոպուլյար է։ Այսինքն արտաքին արժեքների եւ սոցիալական արժեքների ճնշման տակ ոչ թե ներքին։ Եվ մեծ ընկերություններում շատ ես ինքս տենց փորձ ունեմ, որ ներդրվում են օրինակ կարիերայի քոուչինգի կամ թարպես քոուչինգի մեթոդով տարբեր պրակտիկաներ, որոնք ստիպում են մարդուն մտածել իր իրական արժեքների, ցանկությունների ու զարգացման էտուղությամբ զարգացման մասին։ Սա շատ կարևոր պրակտիկա է, որը մարդկանց օգնում է, մասնավորապես մեծ ընկերությունում դա շատ հեշտ է իրականացնել, որովհետև եթե մարդը զգում է այստեղ լավ չի, գուցե ինքը իր տեղը գտնի հենց այդ ընկերության ներսում։ Եվ էմոցիոնալ ինտելեկտին էլ կարճ անդրադարձ կատարեմ, քանի որ հարցրեցիք, էմոցիոնալ ինտելեկտը եւս վերջին տարիների ամենապահանջված հմտություններից է եւ ղեկավար մակարդակի համար անգամ պահանջների մեջ նշված է բարձր էմոցիոնալ ինտելեկտի առկայություն եւ անգամ տարբեր թեստեր են իրականացնում, որպեսզի դա չափեն։ Ինչի մասին է դա խոսում։ Դա խոսում է նրա մասին, որ մարդը պետք է առաջին հերթին ինքը իրան լավ ճանաչի, էլի ինքնաճանաչողությանն են գալի, սեփական էմոցիաները ճանաչելու եւ կառավարելու տեսանկյունից, եւ եթե 20 տարի առաջ բոլորը խոսում էին ինչպես կառավարել քո ագրեսիան, հիմա բոլորը խոսում են ինչպես կառավարես քեզ այնպես, որ չառաջանա ագրեսիա, ոչ թե մտածենք, թե ինչպես կառավարենք այդ ագրեսիան, այո, այսինքն սեփական մտքերի եւ ճիշտ դիրքորոշումների ճիշտ կառավարման միջոցով հասնել էմոցիոնալ այնպիսի վիճակի, որ նմանատիպ բացասական դրսևորումները քիչ լինեն, կամ եթե լինեն, մենք հասկանանք, թե ինչու է այդպես։ Դա նաև մեզ օգնում է, որ մենք դիմացիներին սկսենք լավ հասկանալ եւ ուրիշ կերպ նայենք։ Երբ որ մենք նայենք գորգրացող ագրեսիվ մարդու, մենք տեսնենք դրա հետևում թաքնված գուցե իր ցավը, վախը ու անհանգստությունը։ Եվ մենք ավելի, այո, եւ մենք ավելի հանդուրժող ենք դառնում, ավելի ներողամիտ ենք դառնում, ավելի մեծահոգի ենք դառնում։ Լիլիթ, իսկ կարող է կորպորատիվ մշակույթը դիտարկվել որպես մարքեթինգային գործիք։ Կարող է եւ այդպես էլ կա։ Կորպորատիվ մշակույթը ինչ է իրանից ներկայացնում։ Իրական կա արժեքների, ռիտուալների, սովորույթների, իմաստային միավորների համախմբություն է։ Չէ, իր մեջ մտնում է նաև ընկերության տեսլականը, առաքելությունը, դա այն է, թե ինչու է այս կամ այն աշխատակիցը ուզում աշխատել այս կամ այն ընկերությունում։ Այս պահի դրությամբ կան մի շարք ընկերություններ, չէ, մեր աշխատաշուկայում, բայց ինչ որ պատճառով ես աշխատում եմ ինչ-որ կոնկրետ ընկերությունում։ Դա նշանակում է, որ ես ինչ-որ իմաստ եմ տեսնում նաև այն կորպորատիվ մթնոլորտում եւ միջավայրում, որը որ տիրում է այդ ընկերությունում։ Եվ շատ հաճախ ես որ նշում եմ մոտիվացիայի հետ կապված, մարդկանց, մասնավորապես նոր սերնդին, կարող է մոտիվացնել այն գաղափարը, ինչի շուրջ այդ ընկերությունը աշխատում է, այն նպատակը, որը որ այդ ընկերությունը հետապնդում է, եւ ավելի քան ֆինանսական մոտիվները կարող է ուժեղ լինել այն մոտիվացիան, երբ որ ընկերության կորպորատիվ մշակույթը եւ արժեքները համընկնում են մարդու անձնական արժեքների հետ։ Այդ պարագայում անգամ ավելի բարձր աշխատավարձով իրան հետ հանդանել կամ ուրիշ ընկերությունից փորձեն տանել, շատ ավելի դժվար կլինի, եթե անգամ հնարավոր լինի։ Շատ ավելի շատ գումար պետք է տան ուրեմն։ Ուրեմն, այո։ Իսկ եթե խոսենք առաջնորդներից, հա, ով է այսօր լավ, արդյունավետ, ճիշտ առաջնորդը։ Ի վերջո նա առաջնորդում է, թե ուղղորդում է։ Դարի հարցը։ Ինչքան զարգացումներ տեղի են ունենում, մեկը առաջնորդի դերը առաջնայիններից է, աշխատակիցները դեմոտիվացված են, մեղավոր է ՄՌԿ բաժինը եւ ղեկավարը։ Եվ այստեղ նույն այդ տերմինների հետ կապված անգամ որ խոսենք ղեկավար, մենեջեր, առաջնորդ, կառավարիչ, կառավարման պատասխանատու, ինչ որ այս բոլոր տերմինները իրար հետ խառնվել են ինչ որ տեսանկյունից իմաստային եւ հարց է առաջանում վերջապես ով է առաջնորդը։ Երևի գիտեք այդ հայտնի զուգահեռները, որ անցկացնում են առաջնորդ, ղեկավար տերմինների, չէ, manager, leader անգլերեն ասած, իրականում առաջնորդը ավելի, եթե դասական իմաստով նայենք, առաջնորդը կոչված է համախմբելու, ոգեշնչելու, մոտիվացնելու իր թիմակիցներին, իր բաժնին, որպեսզի իրենք կարողանան այդ մեծ նպատակի շուրջ
զարգանան, աշխատեն, նույն այդ կորպորատիվ մշակույթը, որ նշում էիք, հենց առաջնորդների միջոցով է, որ հասնում է թիմակիցներին, որպեսզի իրանք կարողանան աշխատել։ Առաջնորդների հետ կապված այս պահի դրությամբ ավելի շատ քննարկվում է առաջնորդության ոճի կարևորությունը։ Այսինքն ոչ թե ղեկավարը լինի առաջնորդ թե կառավարիչ, այլ թե ինչ ոճով առաջնորդի եւ ոգեշնչի իր թիմակիցներին եւ աշխատակիցներին։ Գոյություն են դասական առաջնորդության ոճեր, գոյություն են սիտուացիոն առաջնորդության ոճեր, ինչպես նաև մի շարք նոր, օրինակ, տրանսֆորմացիոն, տրանսակցիոն, ադապտիվ, անընդհատ նոր ոճեր, radical humility, դա կոչվում է ոնց որ խոնարհության ոճը եւս առաջնորդության եւ անընդհատ նոր մասնագետներ մշակում են, թե ինչպիսինը պիտի լինի առաջնորդը։ Բայց այն, որ առաջնորդի դերը կարևոր է, որպեսզի այն ոգեշնչի եւ իր հետևից տանի եւ ուղղորդի եւ հետադարձ կապ տա եւ զարգացնի իր աշխատակիցներին, դա անքննելի է։ Դա արդեն դարել է ոնց որ ի վերջո ինքն է պատասխանատու այդ առողջ եւ ուժեղ մշակույթի ստեղծման համար, որովհետեւ քանի որ նախկինում ավելի աշխատանքի բնույթը շատ ուրիշ ձև էր եւ նախկին աշխատանքի բնույթը, որը ինչ որ տեսանկյունից նաեւ ֆիզիկական էր, ենթադրում էր ավելի շատ կազմակերպչական գործառույթ, մինչդեռ հիմա աշխատանքի բնույթը ավելի մտավոր է, գուցե էմոցիոնալ է, ստեղծագործ է, բոլորի աշխատանքի ձևը փոխվել է եւ նման տիպ աշխատանքի ձևի հետ աշխատելու համար պետք է արդեն որպես առաջնորդ ներկայանալ, բացահայտել ներուժը, մոտիվացնել, ուղղորդել, օրինակ ծառայել եւ այլն։ Վերջում խոսենք Հայաստանի աշխատաշուկայի հիմնական մարտահրավերների մասին, ինչ եք կարծում, որոնք են եւ ինչա կանխատեսվում գոնե առաջիկա մի քանի տարիների համար։ Կարծում եմ այս պահի դրությամբ կանխատեսումներ անելը ամենաանհավանական մասն է, այո, բայց կփորձենք։ Փոփոխությունները կամ մարտահրավերները, որոնք այժմ առկա են, թերևս շատ մեծ փոփոխություններ վերջին տարիների հետ կապված չկա, բայց հարցերի հարցը մնում է ինչպես միշտ սերունդների տարբերությունը, ամենաշատ քննարկվող թեմաներից է այս սերունդ Z-ը կամ Generation Z, Gen Z, ինչպես ասում են, եւ այլ սերունդների ճիշտ համագործակցությունը, քանի որ ղեկավար հաստիկներում մյուս սերունդն է դեռևս, եւ իրար հետ չհասկանալ, արդյունավետ աշխատանք կազմակերպել, ճիշտ մոտիվացնել, գրասենյակ գալ չգալ, ճկուն, հիբրիդ աշխատելավոճ, աշխատանքի ձև եւ այլն, այդ հարցերը հիմա շատ կարևոր են դարել։ Երկրորդը այդ ֆինանսական եւ վարձատրության համակարգի կտորը եւս փոփոխություններ է ապրում։ Նախկինում ընկերությունները ընդհանրապես փակ էին պահում այդ ինֆորմացիան աշխատավարձների վերաբերյալ, բայց հիմա միտումը գնում է նրան, որ ընկերությունները առնվազն իրancs ներսում ճիշտ գրեյդեր, կարգեր, ճիշտ մոտեցումներով, թափանցիկ եւ ազնիվ մեթոդաբանություններով, պրոֆեսիոնալ HR գործիքակազմի կիրառությամբ ձևավորում են այդ աշխատավարձային ճիշտ մշակույթը, որը կկարողանան ճիշտ ձևով կոմունիկացնել իրենց աշխատակիցներին եւ իրենց ակնկալիքները եւս կառավարել։ Եվ երևի թե մյուս միտումն էլ գնում է այդ արտոնությունների համակարգի վերաիմաստավորումը։ Մեզ համար շատ սովորական էր դարել, ճիշտ է, անվճար սուրճ, թե բժշկական ապահովագրություն արդեն դրանք չեն էլ քննարկվում, այնքան հիմնարար են դարել։ Հիմա ուրիշ տեսակի արտոնություններ են պահանջում աշխատակիցները։ Ավելի անհատական արտոնությունների փաթեթ, ընտանիքահեն տարաբնույթ արտոնություններ են պահանջում, նոր զեղչեր չասեմ, հենց նոր մշակույթի, նոր մոտեցումներ, նոր փաթեթներ, ընդ որում միտումը գնում է նրան, որ աշխատակիցները իրենք անհատապես որոշեն։ Օրինակ ես առանձնահատուկ տենց դեպք ունեի, որ աշխատակիցների միջին տարիքը 22 տարեկան էր, տնօրինությունը որոշել էր առողջության ապահովագրություն տալ, լավ փաթեթ էր վերցրել, շատ գումար էր վճարել, մի տարվա ընթացքում բոլոր աշխատակիցները դժգոհ էին եւ չերել կիրառվել, որտեղ իրանք երիտասարդ էին, իրանք չէին օգտագործում առանձնապես, այո, բայց երբ որ դա փոխարինվեց օրինակ սպորտի փաթեթով, աշխատակիցները շատ սիրով գնում էին սպորտի, գնում էին բարի եւ շատ ուրախ ու երջանիկ էին։ Այսինքն անհատականացված, հիմնավորված ոչ ֆինանսական արտոնությունների փաթեթի վերաիմաստավորումը։
Բնականաբար ելի կան այլ մարտահրավերներ, բայց եւ աշխատակիցների հավաքագրման հետ կապված եւ մի շարք այլ հարցեր, որոնք առանձին թեմա են, առանձին թեմա են, այս պահին սահմանափակվենք այս երեկով։ Անչափ շնորհակալ եմ Լիլիթ ջան, հետաքրքիր եւ կարեւոր զրույցի համար։ Մենք խոսեցինք մի թեմայի մասին, որը ավելի կարեւորություն է ստանում բիզնես աշխարհում, մարդը որպես արժեք, որպես առաջնորդ եւ վերջը որպես բրենդ, մարդու կապիտալը, եւս մեկ անգամ շնորհակալություն, կարծում եմ էլի առիթ կունենանք հանդիպելու եւ զրուցելու, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար, Գայանե, եւ շատ ուրախ եմ, որ վերջապես մարդկային կապիտալ տերմինի մասին ենք սկսում խոսել ճիշտ բովանդակությամբ եւ ուղղությամբ։